Փառքնեժդեհին եւ ազատություն ապստամբ արժանապատիվ սասնածռերի։ Խորհրդարանական ընտրություններում ազգային ժողովրդարական բևեռի հերթական համարը 8-ն է։ Եթե ցանկանում եք ապրել Հայաստանում, ապրել հայավարի, ասել է թե ձեր մշակույթով, պաշտպանել ձեր ինքնությունը, ձեր նիստուկացը, ձեր սովորույթները, ապա ընտրեք ազգայինին, ասել է թե ազգային ժողովրդավարական բևեռին։ Խոսելու եմ այսօր մի տարօրինակ երևույթի մասին, որ ժողովրդի զգալի մասի մոտ այդպես էլ դա չի կարողանում լուրջ նստվածք տալ։ Խոսքը վերաբերվում է հանցագործությանը։ Ինչ հանցագործության մասին է խոսքը։ Պատկերացրեք, երկրի ղեկավարը կանգնում հստակ հայտարարում է, որ այսինչ մարդը, ասենք օրինակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ռոբերտ Քոչարյանը հանցագործ է։ Ոչ թե կասկածում է, հիմնավոր ասում է Ռոբերտ Քոչարյանը կոռուպցիոն, կաշառակերության, մարդասպանության, այլ երկրների, օտար երկրների գործակալ է, շպիոն իր ասած։ Պետական դավաճանության մասին է խոսում։ Այս իր թվարկած բոլոր հանցագործությունները ծանր հանցագործություններ են։ Երկրի ղեկավարը խոսում է մարդու մասին, մեղադրելով նրան նման հանցագործություններում, ու այդ մարդը ոչ թե, ասենք, բանտարկված է, մենք գիտենք երկրի ղեկավարի հնարավորությունները։ Ինքը ամենաանձեռնմխելի եւ հնարավորություններ ունեցող, լծակներ ունեցող մարդ է։ Ինքը նման հանցագործին ճանաչելով մարդուն հանցագործ եւ համապատասխան հանձնարարություններ չի տալիս, այդ հələ քիչ է։ Թույլ է տվել, որ իր հետ հանդգնի, այսպես ասած, երկրի կառավարման ղեկի համար մրցակցության դուրս գա։ Դուք սրան ո՞նց կվերաբերվեք, ո՞նց կանվանեք այս երևույթին։ Սա ժողովրդավարություն չէ, ասեմ, որ եթե դու հանցագործին հերում ես, դա ժողովրդավարություն չէ։ Ասեմ, սա թուլություն էլ չէ։ Ասֆալտներին ծեփող, չգիտեմ, եսի մինչեր անող, գլուխներ ջարդող, վզները կտրող Նիկոլ Փաշինյանը թույլ չի, որ Քոչարյանների հախից չկարողանա գա։ Բալավ սա ինչ է։ Եթե մարդը մեղադրում է կոնկրետ ծանր հանցագործությունների մեջ ինչ-որ մեկին, ու այդ ինչ-որ մեկի հետ մտնում է դրա պայքարի մեջ։ Ոչ թե կալանավորում է, ոչ թե պատասխանատվության է ենթարկում, այլ հետո գնում է մրցակցության։ Կամ հակառակ կողմից նայենք։ Ռոբերտ Քոչարյանին տարատեսակ ծանր հանցագործություններում մեղադրում են։ Երկրի առաջի դեմքից սկսած 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 10-րդ, մինչև հավաքարար ԿՊ-ի։ Ռոբերտ Քոչարյան, դու քո արժանապատվությունը պահելու համար, բա դու այս մարդկանց զրպարտանքի համար ինչի՞ չես բան անում, էլի, դատի տալիս կամ ինչ-որ մի բան անում։ Հարց է, չէ՞ առաջանում։ Սա ինչ է։ Ժողովուրդ, սա համագործակցություն է։ Սա ժողովրդավարություն չէ։ Ոչ թե Նիկոլը ժողովրդավար է, հանցագործին ճանապարհ է տալիս, ոչ թե Նիկոլը թույլ է չի կարողանում Քոչարյանի հախից գա, ոչ թե Քոչարյանը ազնիվ է, դրա համար չեն կարողանում, ազնիվն էլ կարող էր շատ հոյակապ ձևի իր արժանապատվությունը պահել։ Իրավունքի տեսակետից։ Ասեմ, որ ինքը հնարավորություն նաև այլ կերպ իր արժանապատվությունը պահելու։ Ասեմ, որ եթե Քոչարյանները իսկապես մեր երկրի, մեր անկախության, մեր ազգի, մեր ինքնության մասին մտածելուց լինեին, Նիկոլներ չէին առաջանա։ Չէին առաջանա ուղղակի։ Ես ասում եմ, եթե ես ունենայի Ռոբերտ Քոչարյանի ռեսուրսը եւ իմ հայրենասիրությունը, իմ հայրենիքում Նիկոլ Փաշինյան տեսակ չէր կարող ձևավորվել։ Չէր կարող որևէ մեկի մտքով անցներ, որ կարելի է ուղղակի հայրենիքին, ասենք, այդ կարգի հարված հասցնել։ Ես չգիտեմ ոնց բացատրեմ, որ դուք հասկանաք այս երկուսի համագործակցությունը։ Այս երկուսի, ասենք, այս
Այս իբր հակադրում այս վերջերս $200 միլիոն մասին է, չէ՞, խոսում Քոչարյանից բռնագազ են $200 միլիոն բան, այսքան աղետը բերել են մեր գլխին, տասնյակ միլիարդների դոլարների վնաս են հասցրել, հայրենիքը հələ այդ զիջելն էլ հետը այդ որ դա քին չունի։ Ոչ միայն Քոչարյանը, սրանք էլ հետը խոսում են $200 միլիոն։ Այդ $200 միլիոն ոչ Ռոբերտի համար, ոչ Նիկոլի համար, այս խաղը կազմակերպելու համար փող չէ, որ ժողովրդին կարողանան ուղղակի ժողովրդի սիրտը հովանում է, որ սա նրան է հայհոյում, նա սրան։ Չգիտես ինչու կա մի խավ, որ բավարարվում է։ Իրոք բավարարվում է այդ հայհոյանքներից, մեղադրանքները, սրա աջակիցները հովանում են, երբ որ սա է նրան հայհոյում, նրա աջակիցների սիրտը հովանում է, որ նա է սրան հայհոյում։ Եվ վերջ Այդ $200 միլիոն այս խաղի մեջ, դա իրենց համար կոպեկներ են։ Ես ձեզ ասեմ, այս խորհրդարանը, որ կա հիմա, որ ուզում են նորն էլ ձևավորեն, նախորդ այսօրվա խորհրդարանի պես են ուզում ձևավորեն։ Ալիևին ձեռնտու տարբերակ է, որովհետև Ալիևը 23 թվին Արցախը հայաթափեց, այս խորհրդարանը ոչինչ չարեց։ Այդ նույն Ռոբերտ Քոչարյանի թիմը ոչինչ չարեց, Սերժիկ Սարգսյանի թիմը ոչինչ չարեց։ Սրանք, ասենք, Ալիևի սրդի բաներ են, քաղաքական միավորներ են, եւ Ալիևը հենց այդ տեսակ խորհրդարան է ուզում վերակերտի Հայաստանում։ Եվ ասեմ, ինքը $200 միլիոն իր գրպանից էլ կդնի։ Ցույց տան, որ իբր Ռոբերտից գանձեցին, այնքանը այս խաղը առաջ գնա։ Դուք ո՞նց եք կարծում, ասենք, ինչու պետք է Ալիևը չուզենա այս խորհրդարանը կամ այս վարչապետը, այսինքն նա բացահայտ հայտարարում է։ Եվ սիրելի հանրություն, չեք մոռացել, չէ՞, որ Նիկոլը մի առիթով մեղադրեց հայ ժողովրդին, ասեց, այս տեսակ պատմություն ունեցող երկրի ղեկավար լինելուց ես վախենում եմ։ Այսինքն ինքը մեր անցյալից վախենում է։ Այսինքն մեզ ասաց, դու սխալ ճամփով ես գնացել, դու փչացածի մեկն ես։ Ինքը մեզ վիրավորեց բոլորիս։ Ազգային ժողովի ամբիոնից տարիներ առաջ, մի 2 տարի առաջ կարծեմ, 1.5-2 տարի առաջ, ասաց, չէ, ես վախենում եմ նման անցյալ ունեցող, նման պատմություն ունեցող պետության վարչապետ լինելուց, որ վախենում ես տղա ջան, ինչի՞ ես նորից մտել այդ պետության ղեկը ստանձնելու պայքարի մեջ։ Բա հայ մարդ, դու արժանապատվություն չունես, ասես տղա ջան, էդիշն եմ սխալ արել։ Գնում ես ձեռք սեղմում ես, վերջում էլ ինքը այն անհարմար էլ չեն զգում։ Գնում է այդ խեղճ ու կրակ, որ անուղեղ մարդ է, չէ, Նիկոլին տեսնում ուրախանում է, ինքը երևի չի հասկանում Նիկոլնով է, գնում ձեռքով բարում է, վերջում հենց տեսախցիկների մոտ ասում եմ, հանտուր ձեռքս, հասկացանք, հիգիենան կարևոր է, 1000 մարդու ես ձեռք, 1000 չէ, մարդկանց ձեռքով բարում կարող ես դու տարածող ես, էլի, մանկաբույծի պես կարող ես այդ վիրուսը տարածել, բայց այդ գործողությունը գոնե տեսախցիկի առաջ մի արա, Ալիևին ես ուզում ցույց տալ, որ զզվում ես դու քո ժողովրդից, որ մարդիկ քեզ բարում են, դու ձեռքերդ շփում ես, լավ ես անում, բայց ինձ արա դա չերևա, սա ցույց է տալիս, որ ինքը բացարձակ մեր հետ կապ չունի ու մեզ չի սիրում, ոնց կարող է մեզ սիրել ու ասել ես վախենում եմ այս տեսակ անցյալ ունեցող պետության ղեկավարը լինելու։ Ոնց կարող է մեզ սիրել ու ասել Արցախը Ադրբեջան է։ Եվ այլն, եւ այլն, եւ այլն։ Այս խաղից պետք է դուք դուրս գաք, հասկանալով դուրս գաք։ Սա խաղ է, թակարդ է։ Ռոբերտ, Սերժիկ, Նիկոլ, Տաշիր, Դոդ, սրանք ուրիշ տեղ չեն կարող, ուրիշ կերպ չեն կարող խաղալ։ Հասկանում եք։ Դուք պետք է դա հասկանաք։ Սրանք իրար երբեք վնաս չեն տվել։ Երբեք։ Այդ Ծառուկյանը մի տարի օլիգարխ է, մի տարի բիզնեսմեն է, մեծահարուստ է, մի տարի օլիգարխ է, մի տարի բիզնեսմեն է Նիկոլի համար։ Ոնց եղավ։ Ոնց եղավ։ Խոյեմ եղեք։ Սրանք Հայաստանը տանում են կործանման միասին, նախկին ու ներկա միասին տանում են կործանման։
այդ խնդիրը դրված է։ Պուտինը այլ ճար չունի։ Ինքը պետք է վճարի Թուրքիային։ Սրանք էլ Պուտինի ղազերն են, ուրիշ բան չեն կարող անել։ Ու էլի մեր փրկությունը մնում է ազգային ժողովրդական բևեռը, ազգայինը։ Ով սրանց կեղտերը արտաքին աշխարհում գրավոր, գրքի տեսքով, նամակի տեսքով, շփումների տեսքով ասում է ժողովուրդ, այդ ինչ որ լսում եք մեր երկիրը դա չի սրանց բերանից։ Արցախը Հայաստան է, ոչ թե Ադրբեջան, ոչ էլ անկախ է։ Մենք էլ հանցագործ չենք։ Քո այդ Նիկոլին տեսնելուց որ քո մոտ ցանկություն է առաջանում այդ քո աղեստամոքսային տրակտի խնդիրները լուծող հարցեր տաս։ Մի հատ սկզբնական քո անվտանգությունից հարց տուր։ Ասա Ալիևը առիթ չի բաց թողնում Արևմտյան Ադրբեջանից խոսելու։ Միջոցառումներ են կազմակերպում, փողեր են ծախսում Արևմտյան Ադրբեջանի նկարիչների ցուցահանդես, չգիտեմ ճարտարապետների, չգիտեմ համաժողով, կենսաբանների, չգիտեմ եսիմ ինչ միտինգ, բուսաբանների, չգիտեմ, բայց Արևմտյան Ադրբեջանի։ Այսպես պատմություն է սարքում, խտացված։ Նիկոլին դրանից հարցրեք, ձեր ստամոքսի այդ ուտելիքի, նստելիքի, հագնելիքի բանից մի հարցրեք։ Կարևորը անվտանգությունն է։ Ինքը կարող է ձեր թոշակները 100,000 դարձնի, կարճ ժամկետ։ Ու ձեզ խափի ընտրեք իրեն ու տանի երկիրը Ալիևին, հետո ասի գիտեք, ես ձեր համար լավ բան եմ անում, բայց քանի որ մենք վատ անցյալ ունեինք, դե դուք եք մեղավոր։ Քոչարյանները մեզ այն օրն են գցել, որ չկարողացանք երկիրը պահել, տվեցինք Ալիևին։ Ես տեսեք ձեր համար լավ բան եմ անում, բայց նախկիններ տեսակ ինչ էին արել մեր գլուխը։ Դրա համար կորցրեցինք մեր երկիրը։ Ու էլի այդ տկարը կասի վայ կորոնամ ես Նիկոլ թոշակս 100,000 դարձրես չկարողացա վայելել։ Հա տեսեք Քոչյանն ինչ էր բերել մեր երկրի գլուխը։ Սրանք միասին են բերում քո գլուխը այդ ամեն ինչը։ Բացարձակապես պետք է ազատվենք ռուս թուրքական դաշինքին ծառայող որևիցե ուժից, որովհետև սրանք իրար վնաս չեն տալի, մենակ հաչում են ու չեն կծում։ Խոհեմ եղեք։